Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 24։ Որովհետև եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի, առաջին Կորինթացիս 11:31 խոսք։ Մենք պետք է դատենք ինքներս մեզ և մեր սեփական արարքները, բայց մեր խոսքը չդարձնենք օրենք բոլորի համար։ Մենք չպետք է հապճեպ դատենք և առանց հիմքի դատապարտենք մեր եղբորը։ Մենք չպետք է մարդկանց մասին ամենավատը մտածենք։ Այս խոսքը արդար հանդիմանություն է նրանց, ովքեր վիճում են իրենց եղբայրների հետ փոքր սխալների համար, մինչդեռ իրենք իրենց թույլ են տալիս ավելի մեծերը։ Մենք չպետք է դատենք անգութ, անողորմ կամ վրեժխնդիր ոգով և վնաս պատճառելու ցանկությամբ։ Մենք չպետք է դատենք ուրիշների սրտերը կամ նրանց մտադրությունները, որովհետև սիրտը քննելու իրավունքը միայն Աստծունն է, և մենք չպետք է բարձրանանք նրա աթոռին։ Չպետք է նաև դատենք նրանց հավիտենական վիճակի մասին կամ նրանց անվանենք կեղծավորներ, մերժվածներ ու կորածներ։ Դա մեր սահմաններից դուրս է։ Ինչ գործ ունենք մենք այսպես դատելու ուրիշի ծառային։ Խրատեք նրանց և օգնեք նրանց, բայց երբեք մի դատեք նրանց։ Որոշ մեղքեր նման են փուշերի, մյուսները գերանների, որոշները մժեղների, մյուսները ուղտերի։ Ոչ թե կան մանր ու մեծ մեղքեր, լինի դա փուշ թե գերան, այն աչքի մեջ է, լինի դա մժեղ, այն կոկորդում է, երկուսն էլ ցավոտ են և վտանգավոր, և մենք չենք կարող խաղաղություն և առողջություն գտնել, մինչև դրանք չհեռացնենք։ Այնինչ սերը մեզ սովորեցնում է մեր եղբոր աչքի մեջ եղածը փուշ անվանել, իրական զղջումն ու աստվածային տրտմությունը մեզ կսովորեցնի մեր սեփական աչքի մեջ եղածը գերան անվանել։ Նույնքան տարօրինակ է, որ մարդը կարող է մեղավոր և թշվառ վիճակում լինել և դա չգիտակցել, որը նման է, որ իր աչքում գերան է կրում և դա չի նկատում։ Բայց դա այն պատճառով է, որ այս աշխարհի մեղքի աստվածը կուրացնում է նրանց մտքերը։ Ահա մի լավ կանոն նրանց համար, ովքեր դատում են. կեղծավոր, նախ քո աչքի գերանը հանիր, և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շուղը հանես։ Մատթեոս 7:5 խոսք։